Սիրելի ժողովուրդ, այս երիտասարդները համարյա փոքրից մեր աշխիժեն մեծացել են եւ շատերը ամաչում էին խոսային, ամաչում էին շփվեին մարդկանց հետ, բայց այսօր արդեն թատրոնի դերասանները, ճիշտ է, կատարելագործված չեն, բայց Աստծո փառքի համար ամեն մեկն անում է մեծ հոժարությամբ, մեծ ուրախությամբ, ամեն։ Իդես էլ կարանք չխոսանք Աստծո խոսքը, որովհետև այս թատրոնը ամեն ինչ տվեց մեզ, ինչի կարիք ունի մարդը, տեսնելու և լսելու։ Բայց փորձենք մի քիչ ավելի խորը գնանք։ Ես ուզում եմ Տիրոջ անունով որդեմ բոլոր ծառայողներին, բոլոր, որտեղ ամեն մեկը, ինչպես զոհաբերության խոսքը, մի լումա ունի գոնե դրած այսօրվա միջոցառման մեջ ժողովուրդ։ Եվ գնահատենք, այ գնահատենք, Աստված սիրում է, որ մարդը գնահատում է, ամեն բան, իր հետ կապված, ամեն։ Փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Աղոթենք, հա։ Կարող եք չկանգնել, գլուխները խոնարհեցրեք, Տեր ջան, գալիս ենք քո առաջ, շնորհակալություն ենք հայտնում Տեր ջան, քո փառահեղ հարության համար։ Շնորհակալ ենք Տերս, որ այսօրը կա Տերս, որովհետև այսօրը շատերիս համար լույս եղավ Տեր ջան, մեծ լույս ծագեց Տեր ջան մեր սրտերում, եւ մենք հասկացանք ինչի համար ենք եկել աշխարհ, ինչի համար ենք ապրում եւ ուր ենք գնալու Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր իմ Հիսուս, քո չարչարանքների համար եւ քո արյան համար, անգին արյան համար, որ թափվեց իմ նմանների համար Տեր ջան։ Փառքերը թող լինեն Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս, ամեն։ Ամեն ժողովուրդ ջան։ Այսօր բոլոր քրիստոնեական աշխարհը տոնում է հարության տոնը 7-րդ օրը շաբաթվա եւ 3-րդ օրը Քրիստոսը հարություն առավ։ Հարություն առավ բերելով նոր էություն, նոր արարած մարդու կյանքում։ Եվ եթե մեկը հավատա եւ հետևի իրեն, ինչպես որ նա է ասում, ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, նա կգտնի իրեն։ Նա կունենա այդ ճանապարհը եւ խոստացված հավիտենական կյանքը։ Ես ուզում եմ մի հարց տամ, բայց եթե մեկը չհասկանա, ոչինչ, հետո կհասկանա։ Ո՞վ է Քրիստոսի հետ խաչվել այս կյանքում։ Ձեր հարցը։ Դե երևում է, որ շատերը տեղյակ չեն ինչի մասին է, ոնց կարելի է, եթե խաչվենք, ուրեմն կմահանանք, ինքը հոգևոր խաչելիության մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Քրիստոսի հետ խաչվելով մենք խաչվում ենք աշխարհի համար, իսկ աշխարհը մեզ համար։ Աշխարհ ասելով դու մի նայի բնությունը, այն ինչը որ գեղեցիկ, այն ինչը որ բարի է։ Աշխարհ ասելով Աստվածաշունչը ուզում ասի մեղքը եւ չար ցանկությունները, որ Ադամով սկսվեցին մտնել մարդու կյանք եւ գենով գալիս են մինչեւ աշխարհի վերջը, մինչեւ Քրիստոսի գալը եւ մինչեւ որ Քրիստոսը գա մարդու կյանք, որովհետեւ եթե գերբնական ուժ չլինի կռվի այդ չար մեղքերի դեմ չի կարող հաղթել։ Միակ ուժը, միակ զորությունը դա երկնայինն է, Քրիստոսն է, որ շատերի համար կյանքը տվեց եւ մարդը վերստին ծնվելով, Սուրբ Հոգուն ընդունելով կարողանում է հաղթահարի, եթե մնա Տիրոջ մեջ։ Ամեն։ Գաղատացիս 6:14-ում մեր Պողոս եղբայրն ասում է. «Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի համար»։ Քրիստոսի խաչը կանգնած է մեր եւ մեր ադամական մարմնի միջև։ Քրիստոսի խաչը կանգնած է հոգևորի եւ մարմնավորի միջև։ Սիրելիներ ջան, Քրիստոսի խաչը մեզ ազատում է ամեն տեսակ մեղքից։ Գուցե խաչը դու տեսնես որևէ սովորական փայտ, հա, ինչ-որ փայտի կտոր տեսնես եւ մտածես ինչ զորություն կարող է ունենալ այդ խաչը, բայց նրա մեջ է ընդգրկում մեղքի եւ կյանքի բովանդակ խորհուրդ։ Մեղքի եւ կյանքի։ Ուզում եմ մի փոքր հետ գնանք եւ կարդանք Ղուկաս 1:30-32 խոսքերը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ Ահա կհղիանաս, որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ու բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա Դավթի, նրա հոր Աթոռը։
Ես չգիտեմ, արդյոք դու գիտես, որ ինչպես Մարիամը շնորհք ստացավ, այնպես է բոլոր մարդկությունը շնորհք է ստացել։ Երբ որ մարդը հավատում Աստծո խոսքին, ընդունում է Քրիստոսին, Քրիստոսը գալիս է։ Ճիշտ է, մեզ հրեշտակը չասեց ինչպես Մարիամին, բայց խոսքին հավատալով ես ընդունում եմ Քրիստոսին, եւ Քրիստոսը գալիս է իմ կյանք։ Բայց այդտեղ մի բան կա, 32 խոսքը, որ ասում է նա մեծ կլինի ու բարձրալի որդի կկոչվի, այդ 32 խոսքը, եթե ուզում են կատարվի իմ կյանքում, դա անհատական է, ամեն մարդ ինքն է ցանկանում, որովհետև եթե կհիշեք մանուկ Հիսուսը, երբ որ Հովսեփն ու Մարիամը մոռացել էին, չէ, տաճարում, 3 օր հետո, երբ որ վերադարձան, տեսանք քահանաների մոտ խոսքը խոսում է եւ քահանաները ասում է հիասքանչ, հիացած լսում էին Տեր Հիսուսին, բայց ինքը մանուկ Հիսուսն էր։ Եվ հետո նրա գործունեությունը սկսվեց 30 տարեկանից հետո։ Այդ ես որոշում եմ, երբ որ ես Քրիստոսին ընդունում եմ, Աստծո խոսքով հավատում եմ, իմ մեջ մնում է մանուկ Հիսուսը, թե ուզում եմ մեծանա Հիսուսը դառնա 30 տարեկան։ Որովհետև ես ուզում եմ միայն լավ խոսել, Աստվածաշունչը իմանալ, թե նաև գործել։ Այդ պետք է մտածենք, սիրելիներ ջան, Աստծուն ինչն է հաճելի, միայն խոսելը, թե գործելը, թե ծառայելը։ Որովհետև խոսքն ինչ ասում, ասում է կանչվածները շատ են, իսկ ընտրվածները քիչ են։ Որպես քրիստոնեական կրոն կանչվածները շատ են ամբողջ աշխարհով մեկ, բայց նրանք, ովքեր անձնական հարաբերություն ունեն Քրիստոսի հետ, շատ քիչ են ժողովուրդը, շատ։ Իսկ Աստված կարիք ունի նվիրյալ ծառայողների, նվիրյալ մարդկանց։ Ամեն։ Մատթեոս 9:36-38 ասում է. նա ժողովրդի բազմությունը տեսնելով գթաց նրանց, որ հոգներ եւ ցիրուցան են եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Ինչպես նույն բանը հիմա Աստված է տեսնում, Աստված հիմա նույն բանը տեսնում է երկնքից եւ խղճում է ժողովրդի համար։ Շատերը խաբվում են, այս եկեղեցին է ճիշտ, այն եկեղեցին է ճիշտ, հա։ Մեր մոտ էսի է, մեր մոտ էնի է, ժողովուրդ ջան։ Խոսքն ասում է, եթե դու անկեղծ փնտրես Աստծուն, ապա նրան կգտնես։ Եվ եկեղեցին դա շինությունները չի քարել։ Եթե մենք հիմա ստեղից գնանք, այս սա եկեղեցի չի լինի, սա շինություն կլինի։ Այս ժողովուրդն է, Քրիստոսի անունով, երբ որ մենք հավատում ենք Քրիստոսի անունով, այ հենց այդ ժողովուրդն է կոչվում եկեղեցի։ Եվ ամեն մի եկեղեցի, եթե ուզում ենք իմանալ ճշմարիտ է թե չէ, պետք է հիմնված լինի Աստվածաշնչի մարդապետության վրա։ Ամեն։ Սրանից դուրս եկեղեցի չի կարող լինի։ Պողոս առաքյալ ասում է, եթե անգամ հրեշտակներից մեկը իջնի եւ Աստվածաշնչից դուրս ինչ-որ բան քարոզի նզովյալ լինի։ Այսինքն անիծված լինի։ Տեսեք ինչքան կարևոր է։ Եվ այն վարդապետությունները, որ Աստծո խոսքը շեղում է, հենց դրանց են ասում աղանդավորներ։ Նրանք իրենց բարձ կստանալու են։ Իհարկե բաց ձևով։ Տերը ողորմի, որ բոլորի սիրտը բացի, լուսավորվի։ Տեսեք այսօր հարության օր է, չէ՞ ուրախ է։ Ես համ ուրախ եմ, համ տխուր եմ, ժողովուրդ ջան։ Ուրախ եմ նրա համար, որ Տերը հարություն է արել, որ հույս է եկել, բայց տխուր եմ, որովհետև շատերը գուցե այդպես էլ հեռանան նույն ձևով, ինչպես որ եկել է։ Բայց ինչքան լավ կլինի, ես ինչքան ուրախ կլինեմ, հավատացեք, կրկնակի Աստված, երբ որ ամեն մեկս մեր ներսից հարություն առած վերադառնանք տուն, եւ մեր հետ տանենք այդ ուրախությունը, այդ հույսը, մեր ընտանիքի անդամները, երբ որ դուռը բացես մտնես, ասի, ես ինչ լույս է եկել մեր տուն։ Դա հենց Քրիստոսի լույսն է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ամենաշատը մեզ խանգարում է մեր չփոխված միտքը, ժողովուրդ ջան։ Գիտեք, որ մի կա մտքի ձայն։ Եղել է տունը մենակ նստել ես, մեկ է միտքդ խոսացել է, հարցու պատասխան, խոսացել է, դու պատասխանել ես, վերջը գցել բռնել եք իրար հետ, հենց այդ մտքի ձայնը մեզ խանգարում։ Ինչքան ես լսեմ իրեն, ես այդպես էլ միշտ փնտրտուքների մեջ կմնամ։
բայց եթե ես լրացնեմ իմ միտքը եւ Աստծուն փնտրեմ իր խոսքի համաձայն, ապա ես նրան կգտնեմ։ Եվ ինչպես Աստծո խոսքն ասում, 1-ից 90, 60, 30 պտուղ կտամ, սիրելիներ ջան։ Իսկ պտուղ տվողը արդեն ունի լավ մշակի որակավորում։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. հունձքը շատ է, բայց մշակները քիչ, արտաղաչեք հունձքի Տիրոջը, որ Աստվածն է, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի։ Գիտես, ես չեմ ուզում գովամ մեր եկեղեցին, բայց դա ճշմարտությունն է, ժողովուրդ ջան, փառք Տիրոջ Աստծուն ու եկեղեցիների համար, որ բարձրացնում է մասնագետ մշակներ, եւ այդ մշակները, որը ծառայողներն են, հա, անձնուրախ ձևով մարդկանց գնում են ծառայում են, իհարկե այն մարդկանց, ովքեր իրոք ցանկանում են Աստծուն ճանաչել, ովքեր իրոք ունեն Աստծո կարիքը։ Տեր Հիսուսը ասեց, ես չեմ եկել բոլորի համար, ես եկել եմ նրանց համար, ովքեր մեղավոր են։ Եթե ես արդար եմ, իմ համար չի եկել Քրիստոսը, բայց փառք Տիրոջը, որ նրա ողորմությամբ իմ աչքերը բացվեցին եւ ես զգացի, որ ամենավերջին մեղավորն եմ ես։ Ամեն։ Եթե Տերը թագավորի իմ կյանքում, ուրեմն պետք է կատարեմ իր պատվիրանները։ Շատերը մենակ ուզում են ունենալ փրկություն, ոչ թե թագավորություն։ Մտածում են, դե ավելի լավ է Տերը ինձ փրկի, բայց ես նորից ապրեմ իմ կամքի մեջ, անեմ այն, ինչ որ իմ դուրը գալիս է։ Դու կարող ես անել, բայց Աստծո խոսքը մեզի բացատրում է, որ կա գերություն, կա հոգևոր գերություն, որը հենց մեղքի հիման վրա է։ Գիտես, երբ որ մարդը, մարմնավոր մարդը գերի է ընկնում, գերմանական ֆիլմերից տեսած կլինեք, երբ որ գերի են բռնում, փակում են եւ նա չի կարա իր սրտի ուզած անի, չի կարա, ինչքան որտեղ ինքը գերի է։ Այն ավելի վտանգավորը Տեր Հիսուսն ասեց, հիշում եք, երբ որ աշակերտներն ասեցին, քո անունով բժշկություններ հանենք, դևեր հանենք, ասեց նրա համար ուրախացեք, երբ որ ձեր անունները չջնջվի կյանքի գրքից։ Նաև խոսում էր հոգևոր գերության մասին։ Տես մարդը ապրում է, բայց չգիտի, որ ինքը մեղքի գերի է։ Ինքը գիտի դա ինքն է ցանկանում, ինչ ուզում անում է։ Բայց չէ որ երբ որ Աստված Ադամին ստեղծեց, առանց մեղքի ստեղծեց։ Եվ այդ չար ցանկությունները, չար մտքերը չկային Ադամի մոտ։ Երբ որ անհնազանդվեց Ադամը, այդ ժամանակ նոր ասում է, թե աշխարհը անիծվեց, թե մարդը իր գենով, եւ այդպես շարունակ գալիս է։ Գիտես, բոլոր թագավորները ցանկանում են շրջապատված լինել հավատարիմ հնազանդ մարդկանցով։ Եվ իհարկե նրանք բնակվում են պալատներում իր հետ միասին։ Գուցե հիմա մենք բնակվում ենք Իսպանիայում, Հայաստանում, սակայն եթե ամբողջությամբ ընդունենք նրա թագավորությունը, նրա հետ էլ կթագավորենք, ինչպես ասում է Սուրբ Գիրքը։ Ամեն։ Մեծ ալետ եղավ մարդկության եւ աշխարհի համար, երբ Ադամը գահանկեց եղավ, անհնազանդվելով Աստծո խոսքին, խաբելով սատանայի կողմից։ Հիշում եք այդ պատմությունը։ Բայց դա պարզապես ժամանակի հարց էր։ Գիտես, արտաքին տեսքը շատ ժամանակ խաբուսի կա լինում, ժողովուրդ ջան, սակայն ներքուս Աստված ուներ ծրագիր, ուներ փրկության ծրագիր մարդու համար։ Եվ նա այդ ծրագրով ուզում էր վերադարձնել այն իշխանությունը, որ Ադամին տվել էր, որպեսզի Ադամը իշխեր այն ամբողջ ստեղծագործության վրա, որ Աստված ստեղծել էր մարդու համար, եւ վերադարձնողը պետք է լիներ ինքը Քրիստոսը, Տեր Հիսուսը, քանի որ մարդկանց գենի մեջ արդար չկար, ասում է խոսքը մեկն էլ չգտնվեց, որ այդ զոհը աներ, որովհետեւ մեղքի վարձքը մահն էր, բայց պետք է այդ մարդը արդար լիներ։ Ամեն։ Միակը դա Աստծո փառավոր որդին էր, որ Մայրամից միայն մարմին վերցրեց, բայց իր գենը Աստծոց էր։ Հիշում եք, Սուրբ Հոգուց կհրավիրանաս եւ որդի կծնես։ Մատթեոս 1:21-ն ասում է. նա որդի պիտի ծնի եւ նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետեւ նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Աստված իմանալով մարդու փրկության մասին, ինքը կարող էր միայն Տեր Հիսուսին տալ որպես փրկություն եւ ասել պահիր պատվիրանները եւ հասիր այդ փրկությանը։
բայց ոչ, նա այնքան սիրող հայր է, որ ուզեց, որպեսզի մարդը վերականգնի իր արժանապատվությունը կորցրած։ Նա ուզեց, որպեսզի գերբնական հարաբերության միջոցով նա իր ստեղծագործողի հետ հարաբերություն ունենա, սիրելի ժողովուրդ, եւ այդ հարաբերության միջոցով կարողանա իշխի դիվական աշխարհի վրա։ Դու գիտես, որ Քրիստոսով կարող ես իշխել դիվական աշխարհի վրա։ Այդպես ասում Սուրբ Գիրքը, եւ ամեն խոսք, երբ որ մենք հավատքով ընդունենք, ուրեմն այդպես էլ կլինի։ Եվ վերցնի այն կորցրած այո արժանապատվությունը։ Նաև այդ լույսի միջոցով, այդ զորության միջոցով, նա փրկվում է գալիք բարկությունից։ Աստված ոչ անի, այստեղ ինչ-որ մեկը մնա այդ բարկության մեջ, որովհետև բարկությունից հետո խոստացված հավիտենական կյանքն է, եթե մնանք Քրիստոսի մեջ։ Մի ամբողջական երկնային ժառանգություն սիրող հոր կողմից։ Նա փրկում է մարդուն մեղքից, իրեն դնելով մեղավորի եւ նրա մեղքի միջև։ Դա մեզ ասում է Եսայի 53:4-6 խոսքերը։ Ասում է. հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում ենք պատուհասված, Աստծուց հարվածված եւ տանջված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր ամորենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարություն բերեց, նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի ամորենությունը։ Բոլորի։ Ազգերը կապ չունեն, աչառություն չկա ազգերի մեջ, բոլորի։ Տեր Հիսուսին չճանաչողները գուցե ֆիլմերը նայում են, մտածում են, «Էս ինչ խեղճ մարդ էր, էս ինչ անճար էր», իրոք որ Աստված թողել էր նրան։ Բայց դա է միակ ճանապարհը, որ պետք է անցներ Տեր Հիսուսը։ Որոշները լացում են, երբ խաչի վրա էր, որոշները ծաղրում էին ասելով, դե եթե Աստծու որդի ես, իջիր ցած, մենք էլ կհավատանք։ Բայց դա այն սահմանված գինն էր, որ այդ մեկ արդարը լռությամբ պետք է վճարեր, քանի որ մեղքի վարձքը մահ էր։ Պողոս Առաքյալը, ես շատ եմ սիրում Պողոս Առաքյալին, իր գործունեությունը ինձ համար օրինակ է, ժողովուրդ ջան։ Կարդացեք Աստվածաշունչը, հավատացեք դուք էլ ձեր դուրն եք կգա։ Հասել էր այդ կատարյալ համոզմունքին, որ ինքը իր մասին այսպես է վկայում Գաղատացիների մեջ։ Ասում է, եւ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է, որ իմ մեջ ապրում է։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։ Այսքան Աստծո մասին ճշմարտությունը իմանալով, վերստին ծնվելով, ուզում եմ իմ մեջը Քրիստոս ապրի, թե մերժեմ նրան եւ շարունակի իմ հին մարդ ապրել։ Այսքան գիտությունը, որ Աստվածաշունչը մեզ տալիս է, եւ ես լսում եմ ամեն օր, բայց ինձ դուր է գալիս դեր աշխարհը իր ցանկություններով, թե Քրիստոսը իր խոստումներով, եւ գիտեք, ոչ թե միայն երկնային, ոչ թե միայն մահից հետո, այլ հենց երկրի վրա, որովհետեւ ասել ես եկել եմ, որ կյանք ունենաք ել ավելիով։ Այսինքն այստեղ էլ ինքը մեզ մենակ չի թողնում, նոր բեմադրություն ասած Հիսուսի դերը, որ տանում էր, ինձ ասեց, ես ձեր հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Տեր Հիսուսը մեր բոլորի ապահովությունն է, Տեր Հիսուսը մեր բոլորի առաջնորդն է։ Բայց իրան որ չենք տենում, ինչպես իրան հետևենք, ինչպես, խոսքով, ասեց ես խոսքն եմ մարմնացած կերպով, որ եկել եմ աշխարհ, եւ խոսում եմ, հիմա ես խոսում եմ, չէ, ես իմ խոսքը չեմ խոսում, ես խոսում եմ Աստծո խոսքը, եւ ամեն հավատացող եթե ընդունի նա, կտեսնի իր կյանքում Քրիստոսը։ Ամեն։ Մեր ինքնաիմաստությունը, ինքնահավանությունը, ճանաչում եք ինքնահավան մարդկանց։ Մեր թշնամիներն են, որոնցից մենք պետք է ազատվենք, որոնցից մենք կազատվենք, եթե Հիսուսը թագավորի մեր մեջ։
Դրանք ամենավատ թշնամուներն են, ժողովուրդ ջան։ Ինքնահավան եկելով էր, համովել սատանան, իրան հավանած, մի օր էլ ուզում էր Աստծո տեղը նստել։ Ինքնահավանից ես պետք է դառնամ Քրիստոսի խոսքին հավան և հնազանդ, բայց նաև ես պետք է հոժարեմ իմ անձը խոնարեցնել, որպեսզի իմ ներսում կառուցվի սուրբ տաճարը և այդ սուրբ տաճարում նստի Տեր Հիսուսը, միակ մեր քահանայապետը, ամեն երկնային։ Այնքան խոստումներ ունի Քրիստոսը իր զավակների համար, միայն թե մոտենաս իրեն, շատ բան կիմանաս, շատ բան։ Այն վաղ որ տխուր էր անցնում կյանքդ, սկսի կամաց փոխվել։ Դու արդեն ուրիշ ձև կպատկերացնես, թե այս տեղի կյանքը, թե հետոյվա կյանքը։ Շատերը չունեն այդ պատկերացումը, որովհետև չունեն Քրիստոսին իրենց կյանքում։ Քանի դեռ Տիրոջ վերքերը բաց են, ժողովուրդ ջան, դա փաստում է Աստվածաշունչը, գտնվում ենք բարենպաստ ժամանակներում։ Եվ նա հզոր է փրկելու բոլոր մեղավորներին, բայց մի օր այդ ժամանակը կվերջանա։ Եվ մենք հիմա ապրում ենք վերջին ժամանակների մարգարեությունների մեջ։ Տերը գործում է իր ընտրյալների միջոցով, եւ որպեսզի բարի լուրը հասնի բոլորին, եւ նա երկնքում Աստծո աջ կողմում նստած է որպես բարեխոս եւ աղոթող։ Զգում եք, որ ժամանակը քանի գնում չարանում է։ Զգում եք։ Բացեք, կարդացեք Մատթեոս 24, այն ինչ որ 2000 տարի առաջ Տեր Հիսուս ասել էր, այդ ամբողջը կատարվում է, ժողովուրդ ջան։ Ահա նրա աղոթքը Հովհաննես 17:15-17-ում։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես։ Տեր Հիսուսը Հորն աղոթում, այլ որ նրանց պահես չանից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Ուրեմն սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտությունն է։ Խոսքն է մեզ սրբացնելու, զատելու մեղքից, եթե հավատանք դրան։ Շատեր ասում են, ես ինչ մեղք եմ գործել, ոչ գողություն եմ արել, ոչ սուտ եմ, չէ, ոչ սպանել եմ, մի հատ էլ կա, շնություն։ Շատերը երեքն են մեղք համարում, բայց հենց մտքով ցանկանալը չար բան պետք է ամենամեծ մեղքն է։ Այդ հավասար է մարդասպանության մեղքի հետ, Տեր Հիսուսն ասեց։ Մինչև Աստծուն գալը ես օրինակ չգիտեի, որ Աստծո խոսքը այդքան զորություն ունի և կարող է իմ կյանքը փոխել։ Նաև իր խոստումները, նաև ինձ կարա պաշտպանի չարից և ոչ թե միայն ինձ, այլ ինձ հետ ապրողների կյանքը։ Ես չգիտեի, բայց մի օր այդ քայլ արեցի և հասկացա, որ իրոք կա Աստված։ Իմ համար Աստվածը ապրում էր միֆային այդպես տեղում, տաճարների մեջ, չգիտեմ։ Բայց երբ որ ես իրան փնտրեցի անկեղծ սրտով, թակում էի դռները, փնտրում էի ամեն օր, երբ որ ժամանակը եկել էր, ու ես գտա իրան։ Ես գտա ու հասկացա, որ այն ճանապարհը, որ ես ապրում էի, անցնում էի, ես չգիտեի դրա վերջաբանը որտեղ է լինելու, ինչ է լինելու վերջը, լավ։ Ու գիտեք, աշխարհ վախտում ես միշտ աղոթել չեմ կարասել, բայց բարձրացնում էի գլուխս երկինք խոսում էի, Տեր, լավ, էս է կյանքը։ Աստված իմ ասում էի, էս է կյանքը, սրանով ես ինչ փի եմ եկել աշխարհ, բայց երբ որ նրա թագավորությունը, երկնային թագավորությունը եկավ իմ կյանք, իմ մտածելակերպը փոխվեց։ Ես հասկացա, որ ճիշտ ճանապարհով եմ գնում ու իմացա, որ այն վերջաբանը, որ Աստված պատրաստել է, դա իմ ուզածն է։ Եվ իմ առաջնորդը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Եվ նա բոլորիդ այստեղ կարող է առաջնորդել, եթե ցանկանաս, եթե հավատաս։ Ամեն։ Եթե Աստծո խոսքը դնենք կշեռքի վրա եւ մյուս կողքում դնենք մարդու խոսքը, որ կողմը ծանր կգտնվի։ Մարդը կարող այսօր մի բան ասի, բայց վաղը մոռանա կամ չանի, ասի չեմ ուզում։ Բայց համեմատած Աստծուն, հա, աշխարհի ստեղծումից ի վեր ինչ որ խոստացել է, դա կատարվել է։ Եվ այն օրհնությունները, որ կան Աստվածաշնչում, կատարվում են, կատարվելու են և կկատարվեն։ Դա մեզ ասում է Աստվածաշունչը, ժողովուրդ ջան։ Դե դրանից միտք կար։ Շատ ժամանակ, որ մենք լսում ենք կողակցին,
Դե գնում ես եկեղեցի ինչի համար, դե աղոթում ես ինչի համար, վերջը, որ մի օր ճիշտ եմ ես ամեն ինչը, ես խաբվել, կորցնեմ բարենպաստ ժամանակս, մի քիչ մտածի դրա մասին, որովհետև գիտես լավ սա խոսամ մեր հովիվ ես վերջում ասում էր ամենահեշտ բանը, որ մարդը կարող անի, դա Աստծուն նեղացնելն է։ Հələ ինչքան ես նեղացրել Աստծուն։ Եվ Աստված լռել է դրա վրա։ Եվ ամենամեծը գիտես մեղքը որն է, որ ես խոսքը լսում եմ ու չեմ հավատում։ Ոնց որ Աստված կանգնի խոսա դերս, ես ասեմ չէ, այդպես հնարավոր չի։ Ինքը լռում է, բայց հələ մի հատ մարդու մեկին նեղացրու, գոնե հայացքով քեզ ցույց կտա, որ ինքը նեղացած է քեզանից։ Եվ չեմ ասում շատերը կյանքի գնով են վճարում։ Ուրեմն Աստծո խոսքը շատ ավելի բարձր է, քան թե մարդու կարծիքն ու խոսքը։ Մի վստահի ոչ մարդուն, ոչ քո ադամական մտքին, այլ Աստծո խոսքին։ Մի ասա ես իմաստուն եմ։ Միշտ իմացի քեզանից իմաստուններ կան, բայց առավել գլխավոր գերբնական իմաստությունը դա Աստծուց է գալիս։ Դրա համար հնարավոր պահը բաց մի թող։ Մի մերժի նրա մեկնած ձեռքը, մի ասա ես չեմ կարող, որովհետև դու չես անողը սրբագործության, դու չես։ Աստված է, ժողովուրդ ջան։ Հավատանք նրա զորությանը եւ միշտ վստահենք իրեն։ Ընդունելով իր խոսքը հավատքով մեր մեջ սկսվում է սրբագործման process-ը, սրբագործման գործը։ Իմ եւ քո հնազանդությունը օգնում է, որ նա աշխատանք տանի մեզ հետ։ Նրա խոսքն ինձ ու քեզ օգնում է հասկանալ չարն ու բարին եւ զատել չարից։ Զատում է մեզ մեղքերից, որպեսզի նրա զավակը կոչվեն։ Մեղքը չի թողում, որ ես կոչվեմ Աստծո զավակ, բայց երբ որ ես թույլ եմ տալիս նա ինձ մաքրի, հա, այդ կոչումը վերադառնում է քեզ, ինչպես մի ժամանակ Ադամն էր Աստծո համար։ Տեր Հիսուսը լինելով Բարձրյալի որդին նա ավելի վեհ է, քան բոլոր հրեշտակները, կամ ցանկացած ստեղծված էակ, բայց նա որ պատկանում էր Բարձրյալ Աստծուն, մեզ համար իջավ դեպի երկրի խորքերը դառնալով հնազանդ, մինչև մահը։ Նա այնքան սիրեց մեզ, որ իրեն տվեց մեզ համար, նրա սերը համահունչ էր նրա բնավորության մեծությանը եւ ավելի ուժեղ էր, քան մահը։ Այս սրանք խոսքեր չեն, ժողովուրդ ջան, սրանք ուղղակի պիտի հասկանաս, թույլ մի տու հիմա միտքդ քեզ շեղի, ուրիշ տեղ տանի, այլ լսի եւ հավատքով ընդունի, հավատակ բան կփոխվի։ Քրիստոսի կատարած միսիան ապացուցեց նրա հավատքի զորությունը եւ նրա համար անհնարին ոչինչ չգտնվեց։ Ամբողջ իշխանությունը նրան տրվեց, բոլոր նրանք, ովքեր դիպչում էին նրան, մնում էին կատարյալ առողջ, համ հոգեպես, համ մարմնով։ Նա այն տեղն էր, որ իր առջև դրված ամոթը արհամարեց, համբերեց խաչի մահը, կրեց բոլոր տանջանքները, որ այսօր ես եւ դու իրար ժպտալով խոսենք երկնային հույսի մասին։ Ամեն։ Նա այդքան բան արած, որ իր զավակները ուրախանան այդ հույսով։ Այն հույսի, որ սկզբից հարություն տվեց որդուն եւ հետո տալու է իրեններին։ Աստծո թագավորությունը մեր ներսում երբեք չի վերջանալու։ Մենք երբեք չենք դադարել լինել նրա իշխանության ներքո, որովհետև նա է միակ Տերը եւ Քավիչը մեր մեղքերի։ Ճիշտ է, այս աշխարհը դեռ չի դարձել ամբողջությամբ մեր Տիրոջ թագավորությունը, բայց շուտով դա լինելու է։ Գիտես դա։ Տերը գալու է եւ հազարամյա թագավորություն ունենալու։ Դրա մարգարեացել է նաեւ Դանիելը, Դանիել 7:13-ից 14 խոսքեր ասում է. Գիշերվա տեսիքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ, մարդու որդու նման, եկավ դեպի հինավուրցը եւ նրան ներկայացվեց, եւ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նրան ծառայեն։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու եւ նրա թագավորությունը չի կործանվելու։ Ամեն Տեր ջան։ Տերը գալիս է շուտով։ Սա խոսքեր չի։
Ես դա ասում եմ Աստվածաշնչի հիմքի վրա։ Տերը գալիս է շուտով կատարվում են մարգարեությունները վերջին ժամանակներին։ Բոլորս տեսնում ենք ինչքան արագ են զարգանում չար ժամանակները, եւ եթե չունենանք Քրիստոսի կնիքը մեզ վրա, հետո կարող է ուշ լինել։ Ինչպես ասեցի, բարենպաստ ժամանակը կվերջանա։ Այս ժամանակը գիտեք ոնց է գալու գողի պես։ Ով գիտի գողը երբ է գալի իր տունը թալանելու։ Ասում եմ, եթե իմանար արթուն կմնա, որպեսզի գողին բռներ։ Ժամանակը մենակ Հայրը գիտի։ Ցավով եմ ասում, այսօր շատ մարդիկ ժամանակներ են որոշում։ Առանց մտածելու, եթե ասում է Տեր Հիսուսը ինքը, որ Աստծո որդին է, մենակ Հայրը գիտի ժամանակ, այսինքն Տեր Հիսուսին չհայտնեց Հայրը ու մարդուն հայտնեց սովորական։ Երկյուղը պետք ունենալ ժողովուրդ ջան։ Դրա համար եմ ասում, երբ որ Աստվածաշունչը կարդանք, մենք կիմանանք որն է ճշմարիտ եկեղեցին։ Առաջի Հովհաննես 3:2-ից լավ ինքը խառը համարնել է 2, 3 եւ 23, 24 խոսքերը սա է։ Ես առանձնացրել եմ շատ լավ։ Սիրելիներ, այժմ Աստծո որդիներ ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք։ Նրա նմանը գիտեք դա որն է։ Այդ Տեր Հիսուսը, որ հարություն առած եկավ, ինքը միաժամանակ կարող ամեն տեղ հայտնվի։ Նրա մարմինը երկնային մարմինն է, ժողովուրդ ջան։ Ոչ հիվանդություն, ոչ վերքեր։ Դա գուցե քեզ ֆանտաստիկ ժանրի ինչ-որ բան թվա, բայց մի լսիր քո մտքին, քո իմաստությանը։ Մի դատի ոնց է հնարավոր, ասա ամեն։ Որովհետև Աստծո խոսքը ինչ որ ասել է, դա եղել է։ Թեկուզ ես չեմ հավատացել, բայց եղել է։ Ինչքան եղել, աղոթել ես մի բան եղա, որ մարդկայնորեն դա անհնար էր, բայց մեկ էլ եղել։ Բայց ո՞նց է։ Որտեղ դու խնդրեցիր հավատալով Աստծուն եւ Աստված արեց, փոխեց իրավիճակը։ Իմ կյանքում էլ է շատ եղել։ Բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրա ինչպես որ է։ Եվ ամեն մեկը, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է։ Այ եթե քո հույսը, ամենակարևոր հույսը, երկնային կյանքն է, ուրեմն դու կսկսես մաքրել քո կյանքը։ Ամեն։ Ինչի համար, որպեսզի Տիրոջ հետ վայելեմ հավիտենական կյանքը։ Երկրայի վրայի հույսը ժամանակի մեջ է։ Հետ եղել է մի բան սпасել ես, երբ որ ունեցել ես իր արժեքը կորել է։ Հենց մի քանի ժամ հետո իր արժեքը կորցրել է։ Ճիշտ է, մինչև այդ ձգտում ենք, ուզում եմ տուր, Տեր ջան, տուր, մեկ էլ տալիս է անցնում է մի քանի ժամ, արդեն ինքը սովորական է, որտեղ ունեցար։ Բայց երկնային հույսը, մարդիկ պետք է ամբողջ կյանք ապրեն, ժողովուրդ ջան։ Դա միակ հույսն է, որ վերաբերվում է կյանքի ու մահվան։ Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անվանը եւ միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տրվեց։ Սուրբ Հոգին շատ կարևոր դեր է խաղում հավատացյալի կյանքում, ժողովուրդ ջան։ Դա ոնց է կատարվում, երբ որ մարդը հավատում է, որ ինքը մեղավոր է, հավատում ես, որ դու մեղավոր ես։ Ու մի ասա մեղավոր չեմ, որովհետև Աստծուն սուտ ես հանում։ Աստծո խոսքն ասում, ես չեմ ասում։ Երբ որ ես ապաշխարում եմ Քրիստոսի առաջ եւ խնդրում եմ, որ իմ մեռած հոգին Աստված վերստին ծնի, նորից ծնվի Սուրբ Հոգով, եւ հետո սկսվում է սրբագործության գործը, եթե մնանք նրա մեջ։ Ինչպես մարգարեությունների վկայությամբ Տերը ծնվեց, խաչվեց եւ հարություն առավ, այնպես էլ մարգարեությունների շնորհիվ շուտով վերադառնալու է, բայց այս անգամ որպես դատավոր։ Ցավոք եմ ասում։ Երկրորդ գալուստը Քրիստոսի լինելու է որպես դատավոր։ Դեռ ժամանակ ունենք ապաշխարելու եւ հրավիրելու Տիրոջը մեր կյանք, որպեսզի ների, սրբի եւ վերստին ծնի Սուրբ Հոգու միջոցով մեզ։ Ամեն։ Աստծո խոսքն ասում է, երբ լսում ես հրավերքը, մի խստացրու սիրտը, մի ասա, այսօր չէ, այսօր դեռ ժամանակը։ Ինչքան մարդիկ այդպես էլ չունեցան իրենց ժամանակը։ Մահացած միլիոնավոր մարդիկ,
իրենց ամբողջ կյանքը կտային, եթե հնարավոր լիներ վերադառնային, գոնե 10 րոպեով ապաշխարեին Քրիստոսին ընդունեին, որ փրկվեին երկրորդ մահից, բայց հնարավոր չի։ Այս կյանքում դու պետք է որոշում կայացնես, այս կյանքում դու պետք է ընդունես Քրիստոսին։ Մի բան իմացիր, այս կյանքը, որ բոլորս ապրում ենք, ժամանակի մեջ է, եւ մի օր այդ ժամանակը ավարտվելու է։ Եվ ամեն մեկի համար կա սահմանված ժամանակ։ Գիտեք, որ ամեն մեկս երկրի վրա սահմանված ժամանակ, երբ որ լրացավ գնալու ենք երկու ուղղությամբ, մեկը շատ վատ տեղ, մեկը շատ լավ տեղ։ Դա մենք ենք որոշում։ Տեր Հիսուսը մեզ տալիս է հավիտենական կյանք եւ ասում է այնպիսի տեղ է, որ ոչ մարդու աչքն է տեսել, ոչ էլ մարդու ականջն է լսել։ Այդ տենց հրաշալի տեղ է։ Ես հավատում եմ այդ Աստծո խոսքին եւ գնում եմ իր հետ միասին։ Ես չգիտեմ, ովքեր նոր են այստեղ կամ ունեն Քրիստոսին իրենց կյանքում, նորից կհաջողվի լսեն Աստծո կանչը։ Ես եւ դու ենք որոշում, ինչպես հեռանանք այստեղից։ Ընդունենք Տեր Հիսուսին որպես մեր Տեր ու Փրկիչ եւ ապրենք հավիտենական կյանքի հույսով, թե հեռանանք մնալով ուղղակի լավ բարեկամներ, որ բոլոր մարդկանց հետ մենք ձգտում ենք այդ խաղաղությամբ ապրել։ Այն ամեն մեկս այսօր որոշում ենք։ Մատթեոս 22:2-5 ասում է. երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու։ Այդ հարսանիքը երկնային հարսանիքն է, ժողովուրդ ջան։ Բայց նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց եւ ասաց. հրավիրյալներին ասեք, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անտեսելով հեռացան։ Մեկը իր արտը, մյուսը իր առևտրին, մյուսը իր գործերը, մեկը ես իմ ուր, քանի անգամ Տերը քիչ։ Հետո էլ շատ մարդիկ ասում են, բա ուր է Աստված, բախի է այս երկրի վիճակը այս ձև։ Եվ որ Աստված կանչում է, դու գնում ես քո գործերին, էլ Աստված ոնց քեզ ասի, ինչ անես, որ օգնվի։ Գիտես ինչքան հեշտ է մեղքը գցել Աստծո վրա միշտ, որտեղ ինքը չի խոսում։ Բայց եթե ամեն մեկս մեր մատերով ենք մեր վրա, որ մենք ենք, այս երկրի վիճակը խի ասես, որտեղ ես չեմ ապաշխարում, որովհետև ես չեմ փնտրում Տիրոջը, որովհետև իմ կյանքում առաջին տեղը չեմ դնում Աստծուն, դրա համար էլ այս երկրի վիճակը սենց է։ Այս երկիրը կբժշկվի, խոսքն ասում, փնտրիր ինձ առավոտ կանով կգտնես, եթե ապաշխարիր մեղքերից եւ դառնա դեպի ինձ, ես կնորոգեմ իմ երկիրը։ Աստծո խոսքն ասում, այդ շատերը չէ։ Իմ համար լավն է, մնացածը հեչ, ինչ է համար։ Տերը ողորմի, ժողովուրդ ջան, ինչպես ասեմ, ոչ ոք չգիտի 5 րոպե հետո իր այդ ինչ անել, ոչ ոք չգիտի վաղ ինչ անել, դաժե 3 վայրկյան հետո ես չգիտեմ, բայց Աստված գիտի, և ես ուզում եմ քեզ կոչ անեմ, թե իրոք այսօր սիրտդ կապել է խոսքին, եթե ուզում ես Քրիստոսը գա քո կյանք, փրկի քեզ գալիք վարկությունից եւ դու վայելես իր հավիտենական խաղաղությունը, իր ուրախությունը, վայելես իր ներկայությունը, որ միակ ապահովությունն է հավատային։ Մարդու վրա մի դիր քո ապահովությունը, մարդ այսօր կա, վաղը չկա, մի լսիր քո անձնական կարծիքը, ջնջիր ամեն բան եւ վստահիր։ Եթե ուզում ես Քրիստոսին ընդունես, ընդունում եմ կանգնիր եւ մենք աղոթենք։ Ուրեմն մենք աչքերներս փակում ենք ինչի համար, ժողովուրդ ջան, որպեսզի չշեղվենք, բուն աղոթքից չշեղվենք եւ հավատքով աղոթենք։ Նայի ինչ-որ մեկը ընկած հրեշտակը խառնվել է հիմա իրար, հավատա խառնվել։ Եվ ինքը ուզում է կասկածի մտքեր բերի, դու մերժի այդ մտքերը, այլ հավատքով ընդունի Քրիստոսին։ Գուցե նոր
նորացնելու կարիք ունես։ Ես չգիտեմ, ամեն մեկը ինքը գիտի իր հարաբերություն Աստծո հետ։ Գուցե նոր ես ուզում ընդունես ճանաչես այդ Աստծուն։ Այսօր այդ հնարավորությունն է, հա։ Ես կաղոթեմ եւ ովքեր ցանկանում են հավատքով խնդրում եմ, հավատքով ասա այդ աղոթքը իմ հետ։ Ամեն։ Ամենակարող Աստված, ես գիտեմ մեղավոր եմ։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, քո անգին զոհի համար Տեր, շնորհակալ եմ, որ իմ մեղքերի համար խաչվեցիր, որ իմ տեղը մահացար, որ ես ապրեմ, Տեր ջան, իմ կյանքի գնով, խնդրում եմ Տեր ջան, արժեցրու ինձ հավիտենական կյանքին, Տեր Աստված, խնդրում եմ քեզ, դարձիր իմ հայրը, ես էլ քո որդին, եւ քո հոգու միջոցով վերստ ինձ ծնիր ինձ, իմ մեռած հոգին թող կենթանանա Տեր, ես հոգնել եմ այս կյանքից, չարիքից ու մեղքից, եւ ես հավատում եմ, որ քեզանով իմ հին մարդը խաչվելու է եւ նոր մարդն է հարություն առնելու։ Շնորհակալ եմ Տեր քո խոստումի համար եւ շարունակության համար։ Թող ամեն փառքը, պատիվը, մեծարանքը լինի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Մենք պատրաստ ենք ավելի խորը ծառայել ժողովուրդ